Մի որոշ ժամանակ առաջ այս ժամացույցն եմ արել, սենց արտադրողա Peugeot-ի անվանումը, բայց կապ չունի Peugeot ավտոմեքենաների հետ։ Ինքը հիմա որ բացեմ մոդելը կտեսնեք, ասեմ նախ ինչի համար եմ ես այս մոդելը գնել։ Որպես կանոն ես մեխանիկա եմ սիրում ու հիմնականում գնում եմ այդ ժամացույցներ, որոնք որ երկար ժամանակ կօգտագործեմ ու այսպես ասած գոնե առաջնային լյուքսի սեգմենտում են, ոչ թե որտեվ լյուքս է, այլ որտեվ որպես կանոն այդ արժեքից սկսվող ժամացույցներն են, որ կարելի է որակով համարել, բայց սա լրիվ ուրիշ բան է, սա ընդհանրապես ոչ լյուքսի մասին է, ոչ էլ նույնիսկ ժամագործական արվեստի կամ արհեստի մասին է, սա շատ սովորական ժամացույց է, կվարցային, այսինքն մարտկոցով աշխատող։ Հիմա ցույց տամ ու ասեմ ինչի համար եմ արել։ Նո, այս Peugeot ֆիրման է, ինքը մոտավորապես 50-ականներից կա։ Սենց ինչ-որ մի հատ բան ունեն իրանք, կարելի է տանել անվճար մարտկոցը փոխել, ինչ-որ իրանք սենց փոքր թղթիկ-մղթիկ է, բրենդը կարծես թե նահանգներում է գրանցված, այս է 57 թվականից կա, ինչևէ, այսպես այստեղ դնենք, mən փորձեմ բացել, այսպիսի տեսք ունի, փաթեթավորում ընդամենը այսքանն է, շատ պարզ, շատ հասարակ, ժամացույցը ձևը իրեն է, ինչը տանկ են սովորաբար անվանում, չշփոթել մարտական տանկերի հետ, այսպիսի դիզայնով ժամացույց է, կաշվից մի քիչ են, գիտեք են էժանագին կաշի է, որ ճռճռում է մի տեսակ, դրանից ասա գուցե փոխեմ, այսպիսի տեսք ունի, ոսկեգույն ու իրականում 14 կարատանոց ոսկու փոշով է գունավորած, այսինքն այս շերտը չի կարելի ասել, որ ոսկու շերտ է, բայց այս շերտը ստանալու համար 14 կարատանոց ոսկու երևի ինչ-որ մինիմալ, հնարավորինս մինիմալ ծավալ կամ քանակ օգտագործել են, այսպես դարձ կողմ այսպիսին է, ներսում ճապոնական կվարցային մեխանիզմ է, ինֆորմացիա չկարողացա գտնեմ իրականում ինչ է կոնկրետ, հնարավոր է Miyota է, հնարավոր է Citizen-ին պատկանող ինչ-որ մեխանիզմների գործարանից մեխանիզմը, բայց լավն է նա, որ ճապոնական է և ոչ թե չինական, չնայած չինականներն էլ այսօր առանձնապես վատը չեն, եթե հատկապես խոսքը կվարցի մասին է։ Ինչի համար ես սա վերցրեցի, գուցե ես մոտեցումը ձեզ էլ հետաքրքրի, տեսեք, ես երկար ժամանակ մտածում էի, որ ինձ համար միայն կլոր ժամացույցներն են ընդունելի որպես դիզայն, որպես տեսք, բայց վերջերս սկսեցի ուշադրություն դարձնել ու հատկապես որոշ մոդելներ կան, որոնք սկսեցին ինձ դուր գալ, մասնավորապես Ֆրեդերիկ Կոնստանտի տանկը, ես նկարները կտեղադրեմ, այս տեսանյութին զուգահեռ հիմա կտեսնեք, դա շատ է դուրս գալիս, այսպես արտաքինից էլ դեռ ձեռքից չեմ փորձել, ինչպես նաև Կարծեի հայտնի տանկերը կամ տանկը և առավել ևս լեգենդար և կուլտային Ժեժելե Կուլտրի ռևերսոն, բայց սրան վերջի ամիսներին ու երևի թե եկել, որտեղ մինչ այդ ընդհանրապես չէի դիտարկում նման ժամացույցներ և ինչի համար եմ ես սա գնել եմ որպեսզի կրեմ ու հասկանամ ինձ դուր է գալիս թե չէ և ես ձեզ ասեմ ինձ սկսել է դուր գալ ու դա շատ վատ լուր է, որովհետև հիմա ես ստիպված կլինեմ ժամանակի ընթացքում գումար խնայել և անպայման ինձ համար ձեռք բերել նաև այդ իմ նշած մոդելներից որևէ մեկը, բնականաբար Ֆրեդերիկ Կոնստանտը, ես էլ եմ ասել, շատ թերագնահատված մանուֆակտուրա է, որովհետև ինքը ամբողջական մանուֆակտուրա, այսինքն ամբողջ իրենք են արտադրում, շվեյցարական մանուֆակտուրա և բավականին էժան, այսպես դեմոկրատական գներ են, ի տարբերություն Cartier-ի, կամ Cartier-ի, էլ չեմ ասում ռևերսոն, որ ուղղակի աստղաբաշխական են թվում գները իրա։ Ինչևէ, սա դրա համար վերցրեցի, իր արժեքը, իր ռիթեյլի արժեքը իրենց կայքում $100 մոտ է, սա նշանակում է, որ հայկական իրականության մեջ դա մոտ 100,000-ին մոտ է արժենալու, եթե խանութներում լինի էլ, կամ կարող ենք ուրիշ կերպ մոտենալ
Նման որակի ժամացույցները հայկական խանութներում կարժենան մոտավորապես 100,000 դրամ, 75-ից 100,000 դրամ, որտեղ վերջին 10-10 քանի տարիների գնագոյացման սկզբունքները, որքան որ հասկացել եմ հայաստանյան ժամացույցների խանութներում, մոտավորապես այդպես, եթե մի իր արժի ենթադրենք 100 ֆրանկ կամ $100 ժամացույցների մասին է խոսքը, ապա այստեղ վերավաճառողները վաճառում են դա մոտավորապես այդքան անգամ դրամ, ասենք $100, 100,000 այստեղ մոտավորապես։ Իհարկե ես շատ sense կոպիտ ձևով եմ ասում, կարող եք ամենայն դեպս ուշադրություն դարձնել, դուք ինքներդ փնտրել, տեսնել գները ինչպիսին են, որովհետև առավել եւս հատկապես մենք այստեղ ունենք ներկայացուցիչներ բրենդերի, ոնց որ Chronograph, իմ գրասենյակի ժամացույցն էլ ցույցատալի, որ ժամը 9-ն է ուղիղ։ Ինչևէ, կան ներկայացուցիչներ, որոնք որ գրեթե ռիթեյլի գնով են վաճառում, ոնց որ օրինակ Chronograph-ը որոշ բրենդներ, Eiffel-ը որոշ բրենդներ, Time-ը նույնիսկ։ Այնպես որ կարող եք դա էլ նկատի ունենալ։ Այսքանը